Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Արմինե Հադիբեկյանը։ Բարև ձեզ, Արմինե։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Նմանապես։ Մարտամեկը կամ նույն ինքը պատուհասը փողոցներ, ընկել է փողոցներ ու զբաղված է իր սիրելի գործով, բայց մի քանի գործ ունի սիրելի ուտել։ Այսօր գիտես ինչ էի մտածում, ասենք տնավեր է արել, մարդկանց տներ, հայրենիք, եկեղեցի, ամեն ինչը վերցրել է, ասում հիշեք ձեզ բոլորիդ խելագարը, ասենց ինչ որ, իմիջիայլոց գիտես, որ այս լավ ընթացքում կասեմ, սկսում ասենց ընկնավորված ինչ որ բան անել։ Դու պատկերացնում ես, որ իր այդ ուտելուց կարկանդակ չեմ ասում, իր պերաշկին մեկը վերցնի ինչ կանի։ Չէր մե պատկերացրու, ասենք մեկ իրա ձեռքից այդ վերցներ կամ այդ կարտոֆիլը վերցներ, վերջը զբաղված է դրանով, սպառնում ահաբեկում է մարդկանց, շարունակում է վիրավորել եւ լրբազգիների վառ ոնց որ ներկայացիչ լինելով շարունակում է այդպես բղավել, անպատվել ու հարձակվել։ Ինչով է զբաղված, ինչու է այդ ոճը բռնել եւ սա արդյոք նորություն է թե նորություն չի PR տեսանկյունից սա իր բնութագիրն է, էությունն է, տեսակն է, թե դու որպես մասնագետ ոնց ես գնահատում սա իսկապես իրան խորհուրդ են տվել եւ իրան բլյուս է բերելու, ինչ է անելու, ինչի անկել այս բանի մեջ, խնդրեմ։ Նախ ինչա ռեալ տեղ ունենում, սա ապօրինի նախընտրական քարոզ արշավ է, պետության բյուջեն եւ ռեսուրսների ապօրինի օգտագործմամբ։ Եթե լինենք հակիրճ։ Եթե մի քիչ բացենք, ապա բնական է, որ իրան ասել են, որ պետքա գնաս մարդկանց հետ շփվես, ցույց տաս դու ինչ լավ կինոյի տղա ես, իրազեկես, ձև տաս իբր լսում ես եւ հոգում ես նրանց կարիքները, բայց քանի որ Փաշինյանը բանը Նիաբուչայի է, ինքը պրոբլեմ ունի սովորելու հետ։ Ինքը չի կարողանում նույն սխալը չկրկնի ամեն անգամ։ Այսինքն ինքը ամեն անգամ իր սխալերը կրկնում է, հետո ներողություն է խնդրում ու որ քեզ թվում է որ ներողություն է խնդրել էլ չի անի, բայց ինքը նորից էլի անում է, հետո էլի ներողություն է խնդրում ու այսպես թքելու լպստելը դարել է Նիկոլ Փաշինյանի կյանքի եւ էության ոճը։ Ու բացի դրանից մենք կարող ենք ստեղ նաեւ բան անել նրա ոչ ստաբիլ եւ ոչ անկեղծ լինելը։ Սենց մեթոդ կա, եթե դու մարդու անկեղծությունը ուզում ես չափես, ընտանիք ասում ես բարի եմ։ Ու սկսում ես իր այդ բարիությունը էքսպերիմենտալ առումով իհարկե շահագործել ու տեսնես այդ իր բարիությունը որ պահին կավարտվի, երբ ինքը արդեն հակահարված բան կանի։ Մի հատ այնց շատ լավ առակ կա, մի հատ 99 տարեկան բիձու երիտասարդ լրագրողին հարցնում է, ասում է, ճիշտ է, ասում է, որ դուք ձեր կնոջ հետ ապրել եք համարյա 70 տարի ու ոչ մի անգամ չեք վիճել, ասում է, այո, ասում է, ճիշտ է, որ դուք իրան միշտ զիջել եք ու դրա համար ձեր տանը երբեք կռիվ չի եղել, ասում է, այո, այս հա շարունակում է, հա, չեք կռվել, զիջել եք, չեք վիճել, լավ չի կարող տենց բան պատել, ոնց կարելի է 70 տարի բան անել ու հա այս մարդուն սենց սադրում է, որ նա բղավի այդ բան անի, ցույց տարի այդ էմոցիան ու այս մարդը ասում է, լավ, վիճել եմ։ Այսինքն ինքը մեկը անում, այսինքն այդ մարդը իր սկզբունքն է, չվիճել։ Հիմա լավ ավատա դրա մասին չենք խոսում։ Այսինքն երբ որ դու մարդուն սկսում ես սադրել, որ տեսնես ինքը հակառակ գործողությունը ինչ խորությամբ կանի, այսինքն որ քայլիդ վրան է, ափերից դուրս կգա։ Այդ ճանապարհի երկարությամբ դու կարող ես գնահատել նրա անկեղծությունը եւ նրա ինչ լինելու իրականության համապատասխանելիությունը։ Փաշինյանի մոտ դա կես քայլ է։
Այսինքն ինքը գալիս է նստում է մետրո, ասում է կարող եմ ձեզ բան նվիրել։ Ասում են չէ, մի նվիրի։ Բայց էլ տեսեք ես ինչ ունեմ, ասում եմ ես Արցախից եմ, դու ինձ առանց տուն ես թողել։ Այսինքն այդ աղջիկը իսկի չէ հասցնում խոսքը ավարտի ու այն սախ ներքին այդ մաղձը Նիկոլի վրից թափում է, սկսում է գոռալ, թքել բղավել, մատ թափտալ, իրավունք չունեք մեղադրել, լրփանալ։ Այսինքն, քանի որ այդ ճանապարհը շատ կարճ էր, մենք ամենայն վստահությամբ կարող ենք պնդել, որ այդ մարդը, այդ բարև ձեզով, ինքը անկեղծ չի։ Ինքը սուտ է խոսում, որտեղ իրական ով լինելը մենք տեսնում ենք երկու նախադասություն հետո։ Նույն լավ, ասենք արցախցիներից ալերգիա ունի, այդ իր համար տրիգեր է, մի անգամից սկսում է իրան թափտալ։ Հին օրինակ բերեմ, որ հավատակ ինչի մասն է խոսքը գնում։ Կապանի ընտրությունները, այդ 18 թե 19 թվականներ արդեն չեմ հիշում, ոչ մի հələ թարմ էին, նոր էին, հələ տենց իրանց բան էին զգում, սիրված էին զգում։ Ընտրությունների օրվա առավոտյան Փաշինյանը լայվ է, բանի ժամանակ հələ լայվեր էր անում համարյա ամեն օր։ Լայվեր է անում ու ժողովուրդ ջան, բա մենք ապրում ենք ժողովրդավար երկրում, իհարկե ժողովուրդը պետք է իր քվեն տա, մենք կընդունենք ցանկացած արդյունք, հա, որովհետև քաղաքապետը դա ժողովրդի ընտրյալ է եւ մենք պետք է հարգանքով ընդունենք ժողովուրդը, այսինքն լրիվ adekvat տեքստ, որ ասում ես լավ էլի նյուժել է Նիկոլը այսքան կա։ Երեկոյան, երբ որ ընտրությունները ավարտվում են ու բանից պարզվում է, որ հաղթել է ընդդիմադիր թեկնածու, այնորսից թուքը բերնից թափելով սաղի դռնելու եմ, ես անեմ ու հասկանում եք, այսինքն ինքը նախ ստաբիլ չի, երկրորդը անկեղծ չի ու դա շատ վտանգ է, որովհետև վաղը առավոտ ինքը կարա զարթնի ու ասի, որ այն մի հատ հիմար բան ունեն, Հասմիկ Հակոբյան, Սակայն ինչ տարբերություն։ Որոշի որ Սամվել անունով մարդիկ այսօր իրավունք չունեն, ասենք ազնագիր ստանալու։ Հա, լրիվ հետամնաց, այսինքն այդ 6 տարեկանի մտահոգությունների մակարդակ։ Հասկանում եք, այսինքն ոչ ստաբիլ է, ոչ անկեղծ մարդիկ վտանգավոր են իրենց անմիջապես շրջապատի համար, իսկ պատկերացնում եք այդ ամեն ինչը պետական մասշտաբով։ Մարդը adekvat չի։ Նույն բանում Սիսյաններ, էլի Սյունիքում, որ այդպես Հայաթի Բիձեքով որ կանգնած են, բան են անում, խոսում են։ Հենց իր սրտով չէր, հենց զգաց որ Մարալիկում հարցակվեց, գնացեք, ասեց ասված, ասեց դու չես արել։ Այն միշտը գնաց ասեց, ես եմ արել, ասեցին այնքե ջան, 6 տարի առաջ էլ ես խոստացի, սուտ ես խոսում, չես արել։ Ու միտեղ ճանապարհը, միտեղ դպրոցը գնում է, սատերը դեմ են տալիս, հիստերիկանում ընկնում է։ Այո, այսինքն ինքը իրան ուղղակի արցախցունը մի քիչ ավելի ծանր ու բան էր։ Իրան թվում է։ Այդ նացից դուր Մարիամ։ Որ չնայենք էլի։ Ինչի։ Բադրատակ էինք, բայց մասա որոշում ամեն ինչ անում, 2 ամսից էլ չգիտեմ ինչ ա բերելու մեր գլխին, իբր քիչ ա բերել մեր գլխին։ Հիստերիկ, մատ թափ տալով, նախ երեխան կողքը, միած սրան էր նա, էլի կողքի կնոջը, որ պաշտպանում ա իրան, Արմինը, տեսել ես, այս կնոջը։ Ես ես հետ կխոսամ պեր, ես տես կխոսամ ձեզ հետ պեր։ Ու ես կատեղի մատից ես կողքի կնիկը մի հատ նա է։ Այդ է մասը, մի հատ ուրանն է, պաշտպանում է, գիտես, չէ։ Իրան է պաշտպանված մարդասների։ Փաշինյանը եկել է կողքն է։ Ես անգամ չփորձեք ասեք, որ թափարներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Ընկեր, ես փախած չեմ, ես ծնվել մեծացել եմ Երևանում, միգուցե իմ իրավունքները մի քիչ ավելի շատ է,
ու երևի Բարձր իմ է։ ասածը ավելի արագ տեղ հասնի։ Դու Արցախ ես տվել ու տվել ես ամենաստոր, ամենադաժան, ամենապոդլի ձևով, որովհետև դու եկել ես իշխանության, ինչ ես ասել, ասել ես, որ ես ընտրվել եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից, Արցախը ինձ չի ընտրել, հետևաբար ես իրավունք չունեմ խոսել նրանց անունից եւ ուզում եմ, որ նրանք իրենք որոշեն իրենց ճակատագիրը։ Եղել է։ Դրանից հետո գնացել ես Շուշիում, աներեսաբար ասել ես Արցախը Հայաստան է եւ վերջ։ Եղել է։ Հետո խիարը թարս մտել է, ինչ ես արել։ Ապրես գնացել ես ասել ես Արցախը Ադրբեջան է եւ վերջ։ Ճանաչել ես, որոշում ես կայացրել արցախցիների տեղը, ճանաչել ես այն չունենալով այդ իրավունքը ու քո խոսքերով չունենալով այդ իրավունքը, այսինքն դու դա արել ես ապօրինի։ Տվել ես Արցախը 20 թվականից մինչև 23 թվական ինչ որ մի բան մատիդ տվել ես, որ այս մարդկանց անվտանգ գոյությունը պաշտպանես, չես արել, խոստացել ես հադրութը հետ բերես, այսինքն երբ որ 21 թվից առաջ ինչա խոստացել, ոնց է խաբել, երբ որ արդեն կեսը տվել էր 70%-ը էլ այդ կեսի առանց պատերազմ նվիրել էիր Արցախին, դու ինչ էիր խոստանում կոնտրողներին, մեզ ինչ էիր խոստանում Արցախի հետ կապված, քանի որ իր պապան զոհվել է ու հիմա չի կարա գա, այսենց թարս չափալախ տա քեզ։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, քեզնից ավելի խելացի, քեզնից ավելի կրթված, քեզնից ավելի մասնագիտացված, քեզնից ավելի տարիքով մեծ, պնդում եմ եւ ունեմ անհերքելի փաստարկներ, առ այն, որ դու Արցախի Հանրապետությունը դավաճանել ես, հայաթափել ես, տվել ես Թուրքին ու օրը կգա մենք կիմանանք դու անձնապես դրա դիմաց ինչ ես ստացել։ Անպայման, ինքը միջև մա չի պատասխանել 5 միլիարդի հետ կապված, այդ ծրարի հետ կապված ինչ է արել։ Եկեք հասկանանք, 5 միլիարդը այդ իր ատելությունը Արմինե մենակ արցախցիների նկատմամբ է, թե ընդհանրապես հայ ժողովրդի, որտեվ այդտեղ որ տեսնում ենք, հիմա դու լավ ճիշտ արեցիր հերվից եկար էլի, այնպես չի որ ասենց կիսա, չգիտեմ, վայրենու գազանի պես հարձակվեց, երեխան էլ կողքը իմիջիայլոց, իդեպ երեխան կողքը նստած, ասես մատաթա դու պատկերացնում եք երեխան իջակցեց Մայրամի Աշոցիկ դաստիարակած կենթանին իրա համար երեխան արժեք։ Սպասի, բա այն հիշում ես Ծիծեռնակաբերդում, որ երեխեն Անայի կողքներ բան էին ասում էին այդ երեխու վիճակը, բա այս երեխու վիճակը գազանի պես հարձակվել ես մորնեմ, հա։ Այդ թիրախներից մեկն էի, որ ասում են երեխային չի կարելի բան անել, երեխան մեղավոր չի, մեղավոր է, ու երեխան է պատասխան տալու։ Ու կրկնեմ, չհամարձակվեք դուք սրան պաշտպանողներդ ինձ բարոյականություն ուսուցանեք։ Այդ որ հերվից եկար ասում ես, տես մարալիկում հարձակվեց, ձերներ կտրեք, ես ասֆալտը արել եմ, չեմ արել, սուտ է խոսում, ասում են դու չես արել, այնքան ջան, դու չես արել, այն մեկն ասում է արել ես, սա քանդվել եմ, ասում է դբրոցը, ասում է 7 տարի առաջ խոստացել է, կանեմ, հետո ոչ չեմ արել, ասենց հարձակվում է դրանց վրա, հələ բերեք, եկես ես գնում է, հետո ուզում եմ ասեմ, այս մենք հիմա ասենց բան արեցինք արցախցիներ, գուցե մի քիչ ավելի գրգռվում է դրանից, խելագարվում է, չգիտեմ ինչ ալի։ Արցախ թեմաների համար տրիգեր է, որովհետև իրոք ծախել է։ Ինչքան էլ, չգիտեմ, ծախելա չի ծախել, ես ոչ շոտ ֆակտուրան եմ տեսել, ոչ էլ բանը, ակտ պրիոմկից դա չի եմ տեսել։ Եվ փաստերի համադրությամբ կարող ես, չէ՞, Փաստերի համադրությամբ ես կարող եմ փաստել դավաճանություն, հայաթափում եւ Ադրբեջանին նվիրում։ Դե հիմա ինչի դիմաց, դա մենք կիմանանք, երբ որ սրանք կգնան, արխիվները կբացենք, կնայենք,
կուսումնասիրենք եւ արդեն հաստատ կիմանանք անձնապես Նիկոլ Փաշինյանը այդ ամեն ինչի մեջ քյար ունեցել է թե չի ունեցել։ Կարող է իր քյար եղել են, որ ասեն Այստամ առոք 1000 տարի մնամ 1000 տարի կլինես իշխանության դու կունենաս ֆիզիկական անվտանգություն։ Կարող է դա եղել, ես չգիտեմ, որտեղ ես ոչ մի փաստաթուղթ չունեմ, որ ասեմ Արմինե, իրա մյուս ներքին էս բանի գրգռման բան, հա, որ ես ինչա լինում հարցակվում արցախցիների վրա, փախել եք, չգիտեմ ինչ, ինքը դասալիկ լինելով, բան լինել, ասեք, փախել եք, մի տարի սովի մեջ պահել, շրջափակել, չգիտեմ ինչ, մեկ էլ սենց ինչ որ բան է ասում։ Հետո կանցնենք այդ գումար տալուն։ Բա ինչ պետք է ասի։ Գնացեք ասել, в принципе, Փաշինյանը այնքան անպատիժ է իրան զգում, որ ինչ ուզում ասում, հա։ Հա, ու ինչ ուզում ասում, ինքը հանգիստ, կարող ասել արել եմ, լավ եմ արել։ Էդ էլ կասի։ Այս ընտրություններին անցնի, հետո ասի, «Տո լավ եմ արել, տվել եմ, տո ձեզ պետք է հարցնեի»։ Գիտեք ինչ, բախտ եմ ունեցել ռազմական վերլուծաբանների հետ շփվել ու կարդալ իրանց վերլուծությունները, հա, ինչպես է սաբոտաժի ենթարկվել 44 օրյան։ Ու դրա համար ասել, որ գեներալներն են խաբել, ժողովուրդն է փախել, ոչ մեկ չի ուզեցել կռվի, դա նախ լկտի սուտ է։ Երկրորդը ինքը նայեք, ինքը չի ասում, որ ես զենք զինամթերք եմ տվել, որ ես մասնագետներ եմ ուղարկել, որ մենք պլան ենք ունեցել, հա, դուք այդ պլանը խախտել եք, փախել եք, զենքը ծախել եք, չի ասում, որովհետև ինքը նախ զենքը հակառակը հետ է քաշել, երկրորդը Facebook-ով գրառումների միջոցով տեղեկացնում էր թշնամուն Հայաստանի ռազմական պլաններից եւ բոլոր իր գրառումների սկրինշոթները կան պահված եւ դա իր քրեական գործի մեջ կարվելու է այսինքն երբ որ իր կիսա գրագետ կնիկը գնում էր ու բունկերում հա բունկերում միջամտում էր մասնագետների աշխատանքին ու ցուցմունքներ էր տալիս, սենց պետք է անեք, նենց պետք է անեք, ու երբ որ իրան վռնդեցին ինչ արեց, մարդուն բերեց այդ մարդկանց վրա, այդ մարդկանց հանեցին գործից։ Երբ որ Քոչարյան, Սարգսյան, Խաչատուրով եկան ասեցին մենք այս ամեն ինչը շատ լավ գիտենք, օգնենք։ Ինքը այն ժամանակ շատ հանգիստ կարար ասել եկեք, արեք, ու եթե 44 օրյան նույն ավարտ ունենար, ինքը հանգիստ սրտով կարար ասել ընկեր ջան, ես նոր եմ, ռազմական մասնագետ չեմ, հեսա 1, 2, 3 մարդ, որոնք առաջի Արցախյանում մասնակցել են, որոնք ամբողջ պաշտպանողական համակարգի հեղինակներն ու պատասխանատուներն են եղել, իրանք են դավաճանել, իրանք են հանձնել Արցախը, բայց Նիկոլը դա չի անում, որտեղ ինքը շատ լավ գիտեր, որ եթե այդ եռյակը իրենց խելքով, իրենց գիտելիքներով, իրենց ռեսուրսներով եւ հեղինակությամբ մասնակցեին պատերազմում, այս պատերազմը լրիվ ուրիշ ավարտ կունենար։ Այսինքն Փաշինյանը արել է ամեն ինչ, նո դա շատ երկար ծավալուն թեմա է, ես չեմ կարող այս կարճ հատվածում բան անեմ, որովհետև այս պարտությունը 18 թվից է սկսել, երբ որ ինքը բաներից այդ վաշտի հրամանատարներից սկսած հանում էր ու ոչ կոմպետենտ մարդկանց էր դնում, ասենք, եթե դուք քարտեզը բացեք ու տեսնեք, որ պաշտպանական օկրուգի հրամանատար ում են դրել, իրանց ռազմական փորձը, մասնագիտական փորձը, մի տարի չկա, 7 ամսվա փորձ ունեն, կես տարվա փորձ ունեն, 3 ամսվա փորձ ունեն, այսինքն այդ մարդիկ չունենալով փորձ, չունենալով ամբողջ պատկերը, իրանց գցել են պատերազմի մեջ, ուստեղ արդեն ոչ թե փախնող գեներալների խնդիրն է,
այլ այն մարդու, ով որ այդ կադրերին նշանակել է, որտեվ կադրային քաղաքականությունը, սխալ կադրային քաղաքականությունը, դա պետական դավաճանության հավասար բան է, որովհետև երբ որ դու ոչ կոմպետենտ մարդուն տալիս ես պատասխանատու պաշտոն, իմանալով, որ այդ պաշտոնից շատ բան է կախված, ու դու գիտես, որ ինքը տապալելու է այդ գործը, դա քո պատասխանատվությունն է, ոչ թե այդ մարդու, որովհետև դու այդ մարդուց ուզում ես, ակնկալում ես ավելին, քան նա կարող է տալ, եւ դու որպես գործատու պետք է գնահատես, այս մարդը կարա այս գործը անի, թե չի կարա, իսկ նենց ոնց համատարած, ոնց որ արվել էր Նիկոլի օրոք, ակնհայտ էր, որ ինքը պատրաստվում էր այդ սաբոտաժին, ու երբ որ բանիմաց մարդիկ, ես գիտեմ, գնդապետներ եւ գեներալներ, որոնք այդ պաշտպանողական օկրուգի մեջ չէին, ռապորտներ էին գրում, ասում ենք թողեք մենք մտնենք, աջակցենք, մասնակցենք, բոլորին մերժել են։ Այդ պատերազմի ժամանակ ես ասում, պատերազմից առաջ, որ զգուշացրել են, փաստաթղթավորված ներկայացրել են, սա սենց պիտի լինի, ինչ արել։ Հասկանում եք, այսինքն կետարկետ ներկայացրել, չէ, որ այնտեղ ինչ է ներկայացվել, ինչն է ոնց է մեղադրել ու ավիրել բանակը ժողովրդին, հասարակ բնակչությանը առայն, որ նրանք փախել են ու տվել են Արցախը թշնամուն, դա որ ժողովրդին, որ մի տարի շարունակ շրջափակման մեջ լինելով թշնամու հացը չի վերցրել, հա, ու դու այդ ընթացքում խոզի ծնուն, այն որ տանը նստած հիշում ես ճաշի սեղանները, հիշում ես, որ շքեղ դրած Արցախահայությունը սովի մատնված, շատ չծավալվենք, այս ամեն ինչը բնութագրում է Նիկոլ Փաշինյանին որպես ոչ հուսալի պարտնյոր, առավել եւս լիդեր։ Բայց ինքը կարողացել է Արմինե մարդկանց մեջ մտցնել այդ հակաարցախյան բանը, որ սենց Արցախը ցանկացած մարդ, որ իր հետևից է, այդ ցանկացած տականքի իր հետևից գնացող, այդ մտցրել է իրաց մեջ։ Նայեք, գոյություն ունի մթնոլորտ, գոյություն ունի երևույթ եւ գոյություն ունի այն, ինչ քեզ ցույց են տալիս։ Արմինեի պարագայում նայեք մարդը կնոջը, չգիտենք ով է, կին է, երեխայի հետ, որը իր ցավը արտահայտում է, արժանանում է վիրավորանքների, թքել մքել էլ է, ասենք բրիզգերով։ Հա։ Ու մենք կարայինք դա չտեսնեինք, հա, հանրային մակարդակում ինչ ալիքա բարձրանում, ասենք մարդկա Facebook-ում չի, բան չի, մի խոսքով էլի կամ իր շրջապատում ասում են լավ է սարե, ճիշտ է սարե Նիկոլ Փաշաբան, բայց այն հանգամանքը, որ ինքը ստիպված էր, հետո իր թքածը լպստել ու ներողություն խնդրեր, ինչ է դա նշանակում։ այդ նշանակում է, որ Սյոժը ինքը հանրային ճնշումը բավականին ավելի բարձր էր, քան հանրային բանը Ադաբրենյան։ Ու ինքը հասկացավ, որ ստեղ իրոք ինքը լուրջ կիքս է թողել։ Կամ նո չի հասկացել, իրան ասել են։ Եկեք էլ բան ասել են, որ կգնաս վատ բան է սարի, հա, կետած ներողություն կխնդրես, մարդը ներողություն է խնդրել։ Բայց ստեղ մի հատ ուրիշ կարևոր հանգամանք կա, դեպ ասած են անհամոռանում եմ, Վարդապետյանը։ Աննա Վարդապետյան։ Այտենց հետևողական սկզբունքային Ազիժան, դու խաբար ես, որ Նիկոլ Փաշինյանը քրեակարոնից գրքի հոդված է խախտել։ Ես հոդվածի համարը չեմ հիշում, բայց այդ հոդվածով ինձ են դատել։ Այսինքն խտրականություն եւ խմբակային պատասխանատվություն, այսինքն եթե այդ կարող է Արմենի վրա էլ էր տարածում Արմեն Գրիգորյանի։ Կարող է, չգիտեմ։ Ինձ այդ հոդվածով էին փորձում դատեին։ Այսինքն, նայեք, ենթադրենք Նիկոլ Փաշինյանի ասածը ճիշտ է։ Սենց սա խմբակային 150,000 հոգի սա թողը փախել են։ Քանի որ մենք չունենք փաստեր, որ այս աղջիկը փախել է,
Ինքը չի կարող պատասխանատվություն կրի մնացած բոլոր արցախցիների համար։ Երբ որ այս աղջկան դեմ են տալիս եւ մեղադրում են նրան, որ նրա համակարգացիները ինչ որ մի բան են արել, սա կոնկրետ խմբակային հայերեն չգիտեմ ճիշտը ոնց է, групповая ответственность и ксенофобия։ Սա այդ հոդվածի տակ լրիվ տեղավորվող թեմայի հարց Աննա Վարդապետյան կարես հիմա տուտուզդ այսպես բան անես, բուլկեքդ սխմես ու Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցես, որովհետև այս երկրում առնվազն 20 հոգի այս հոդվածով դատվել է կամ դատվում է։ Դե այս երկրում օրենքը մենակ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի եւ իդեմ քաղաքացիների։ Միրան Հակոբյանի նաեւ ինֆորմացիա գնաց, չէ՞, ինչի է տենց։ Ինչ եղավ իմիջիալոց այդ գործը, բռնության մարդուն օրը ցերեկով, հա, բռնություն, ջարդ, չգիտեմ ինչ, ու ոչ մի պատասխանատու չկա, իմիջիալոց ինֆորմացիա կար, որ ինչ որ նախադասությունների համար նաեւ այս տիկնոջ հետ կապված, այսինքն եթե իրան անկարծ վերաբերվում կամ իր շեֆին պետք եղավ փողոցում օրոցերեկով ջարդել կտանք, պետք եղավ իր շեֆը առանձին պատմություն է, իր շեֆը, կստացի իր շեֆը որ թվի ծնունդ է։ Նիկոլը։ Այդ չէ, այդ KGB-ի այդ ստուկաչոկը։ Իր շեֆն է։ ԱԾ-ի պետը որ թվի ծնունդ է։ Ինչի մոնո որ թվի ծնունդ է։ Ինչի։ Նույնիսկ ջահել պիտի լինի։ Ուրեմն նայեք, շատ էս պաթոսով ասում եմ, որ մենք ունենք տեղեկություններ կամ հաստատում ենք, որ բանը Գարեգին երկրորդի եղբայրը բանի KGB-ի բանը։ Ուրեմն նայեք, սա շատ կարևոր մոմենտ է։ Դա նախ KGB վաղուց չկա ու հավանաբար նա նկատի ուներ սովետական KGB-ն։ Այստեղ մի քանի կարևոր հանգամանք կա։ Առաջի հերթին սովետական KGB-ին այսօրվա FSB-ն ոչ ամբողջությամբ է ժառանգել KGB-ի այսպես ռեսուրսակազմը, դա առաջին, որտեվ անցել են երկար տարիներ, այդ մարդիկ արդեն ոնց որ աբոյմայից դուրս են ընկել եւ դա իրանց հետաքրքիր չի, իրանք իրանց նոր կադրերն են ձևավորում։ Սա մեկ։ Երկրորդը, քանի որ մենք համարյա պլյուս-մինուս հասակակից ենք Գարեգին երկրորդի եղբոր հետ, հա, ու քանի որ ես բարձրագույն կրթությունս սկսել եմ ստանել սովետական ժամանակ եւ բան եմ ուրեմն սովետական համակարգը հետեւյալն էր բոլոր պերսպեկտիվնի ուսանողներին, այսինքն որոնք ընդունվելուց բարձր բալեր են ստացել, բոլոր նրանք, ով որ ռազմական կրթություն են ստանում, ով որ ստանում է հոգեվորական կրթություն, բոլորին անխտիր առաջի կուրսում ստիպում էին ստորագրել համապատասխան փաստաթուղթ о сотрудничестве։ Իրանք կարող է քեզ կյանքում չդիմեն։ Դու ապրես քո կյանքը, անես կարիերա, չանես կարիերա, գործից դուրս գաս գնաս, չգիտեմ, գործանում բանվոր աշխատես, կարող է դառնաս, ես չգիտեմ, միդի աշխատակից, ինչ որ մի պահի դա կարող է պետք գա, կարող է պետք չգա։ Այսինքն ասել, որ բոլորը ով նման թուղթունի ստորագրած KGB-ի ագենտներ են, դա առնվազն նիպրոֆեսիոնալիզմ։ Այսինքն տգետ է նաև էս ԱԱՑ-ի ներկայացումը տգետ եւ չի իրավունք տգետ է, որովհետեւ էլի սովորական էսի որտեղից բերած այդ հարցի խորությունը պետք է նաև ոչ թե այդ մարդու կողմից ինչ որ փաստաթղթեր կան ստորագրած թե չկան, այլ ինչ ռազմաբոդկեքի մեջ է ինքը եղել։ Ու վստահաբար նա ռազմաբոդկեքի մեջ չի եղել, որովհետեւ այն պաշտոնը, որը ինքը հիմա զբաղեցնում է, տեղի է ունեցել սովետի փլուզումից հետո։ Հիմա տես Արմինե, սովետական միություն, ազգային KGB գոյություն ուներ, բոլորիս համար նույնն էր, ճիշտ է։ Հիմա Արարատ Միրզոյանին, բան չի վերջերս կել, մեր Արարատ Միրզոյանն ասեց, այո, ես ԱԱՑ-ի հետ համագործակցել եմ։ Ըստ Արմինեի բացատրելու նույն բանն է։ Ճիշտ է, այն ժամանակ եղել է KGB, որտեղ որոշակի բոլորին կհամագործակցել հետո հազարարություն կլներ թե չէ,
բայց ստորագրել են։ Ուզում ես հիմա կարիերա, ձեր ուզում ես, Ուրեմն հետո մենք ես ստորագրես։ կվեկալենք մեր մոտ աշխատելու, դու կտեղավորվես այնտեղ, որտեղ որ մենք ենք ասում։ Ու շատ էր Արարատ Միրզոյանն էլ չէ, ինքը հրապարակային դե վերկացասա, չէ, վերկացասա։ Այ ես ձեր ցավը տանեմ, Արարատ Միրզոյանից ինչ բան։ Չէ, Արմինե, հիմա տես իրանք ոնց են էս օգտագործելու։ Հիմա իրանք տգետ մասային, հիմա դու ասենք խելքը գլխի նորմալ բացատրում ես, չէ՞։ Տգետ մասը, ԿԳԲ, ԿԳԲ, դեբիլներ են, նստած դեբիլներ։ Բայց մարդը իրա բերանով ասում է, ես ԱԱՑ-ին ծառայել եմ, բայց դրանից առաջ էլ թուղթ կար, որ այս մարդը եղել է Թուրքիայի գործակալ։ Հիշում եք Մինասյանը հրապարակեց, ասեց, հետո ԱԱՑ-ն իրան դարձել է կրկնակի գործակալ։ Բան չի սրանով չես զբաղվում։ Կացեի պետ ես, եսի մով ես, որտեղից է կտե բերել ես սրանց, իմ իջայլեց վտանգավոր են, ասում են սրանց մասին ես, զույգի մասին ես մեկը խոսում է, ասենք նրա մասին, դատախազի կամ նրա, օրը ցերեկով կաղա դնեն ու եսի ինչ անեն, էլի եսա, բանդայա։ Մարդկանց անձնական կյանքը առհասարակ Ինչ անձնական կյանքի մասին եմ խոսում, ես խոսում եմ, որ ես բայց մարդկանց որ նրա մասին խոսել ես պրոֆեսիոնալիզմի հետ, հումանիզմի հետ, օրինապաշտության հետ, պրոֆեսիոնալիզմի հետ, լուրջ խնդիրներ ունեն, դա ակնհայտ փաստ է, որովհետև ես անգամ կարող եմ թվել այն ֆակուլտետները ամբողջ սովետական միությունով, որտեղ յուրաքանչյուր ուսանողին նման առաջարկով մոտեցել են, ինձ են մոտեցել, ես հրաժարվել եմ ինչու, ոչ թե որտեղ ես KGB չեմ սիրում, որտեղ առհասարակ ինձ այն կարիերան, այն հեռանկարները, որ առաջարկում են, հետաքրքիր չի եղել։ Ես շատ լավ գիտեի, որ այս ամեն ինչ իմ կյանքում ժամանակավոր է, ես գնալու եմ իմ ճանապարհով։ Բայց իրենք իրենցը ստանում են, չէ՞ Արմինե։ Իսկ այն ով որ համաձայնվել է, ասենք դառել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերին նախարար չունենալով ոչ գիտելիք, ոչ կրթություն, ոչ փորձ։ Բայց հիմա իրանք խնդիր են, չէ՞ լուծում։ Նույն այսօրվա իշխանությունը ԱԱՑ-ի պետով դատախազով խնդիր են լուծում։ Այս թուղթը ստացել են, հանել են, հանրայինով, այն հանրային բաներով, ինչա մեր հարկերի հաշվին սնվող, ամբողջ բանով մեկ 10 օր շարունակ KGB, թշնամի, դեբիլներն լսում ես, թշնամի։ Զախարովը կտածվեց քթներին, ճիշտ է, ադրբեջանցիները բան արեցին, նեղվեցին, հա, բայց այնուամենայնիվ հասկանում եք, KGB եւ FSB դա նույնը չի։ Հələ լավա չեք հիշել բանը, ասենք ցարական բանը այդ Արա ոնց էր դրանց տայնի պալիցիան։ Հասկանում եք, ժամանակը անցել է, պրիորիտետները փոխվել են, ագենտուրա ստեղծելու սկզբունքներն են փոխվել։ Եվ հետևաբար այն ինչ որ KGB-ի գրիֆի տակը նախ դա KGB, ոչ թե ռուսական KGB-ներ, այ հայկական KGB-ներ։ Իմիջիայլոց Արմեն դու գուցե ավելի լավ կիմանաս։ Այսինքն անգամ եթե ընդունենք, որ FSB-ն ժառանգել է սովետական KGB-ի ռեսուրսը մարդկային, հա, նույն ձևի ԱԱՑ-ն ժառանգել է Հայաստանի KGB-ի ռեսուրսները։ Այսինքն այդ մարդիկ մեկա, էլի, անգամ եթե ծառայել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանն է։ Ինչի մասին Արարատ Միրզոյանը հրապարակային բարձր բանով ասեց, հիմա տես, այդ ինֆորմացիան, քո կարծիքով, իրենք նախ իրավունք ունեին հանրայնացնելու թե չէ, եւ երկրորդ, եթե սպասի, դե հիմա այդ եմ ասում, եթե դու դա հանրայնացրել ես, այդ ԱԱՑ-ի պետա, չգիտեմ ինչա, հիմա ես որպես քաղաքացի իրավունք ունեմ այդ ինֆորմացիան պարզելու, հստակեցնելու, չէ, մամուլում բազմիցս գրվել է, որ Նիկոլն էլ էր գործակալ։ Ճիշտ է։ Մի հատ հենց դրա մասին խոսի, որ Արարատ Միրզոյանը ավելին, Ռուբինյանը ավելին թուրքերի գործակալ են։ Հիմա մենք դրա մասին խոսի, տեսնենք, այս մեր թշնամի երկրի, որ կանգնեց ասեց Էրդողան, ասեց, «Տո ես եմ արել, Արցախը ես եմ գրավել, կործանել է, ցեղասպանել է, հիմա էլ ասեց թրի վրա մի հատ մստիկ կտորի, գալիս եմ ձեր հարցերը»։ Հիմա ես ընկալում եմ թշնամի, կարող է ինչ-որ անասուններ Թուրքիային բարեկամ են ընկալում, բայց երեք չի առաջ օրն է հայտարարել։ Հիմա հարց, ես իրավունք ունեմ իմանալու այդ երկուսը իմ թշնամի երկրի գործակալ են, թե գործակալ չեն, որի ձեռքը արտգործնախարարությունն են, մեկն էլ ազգային ժողովի։ Իրավունք ունես
հնարավորություն չունես։ Չէ, բայց ես գոնե իրավունք ունեմ բարձրաձայնել, մի հատ ասա տեսնենք։ Բարձրաձայնես։ Բա դու կանգնում ասում ես կակի Չէ, մենք խոսում ենք իրավունքից, մենք ամեն ինչի իրավունք ունենք։ Մենք իրավունք ունենք ցանկացած հարցադրումների։ Ցանկացած անգամ մարդու անձնական կյանքից։ Դա քո իրավունքն է հետաքրքրվել։ Բայց խնդրեմն իրանում է, դու քո հարցի պատասխանը կստանաս թե չես ստանա։ Չես ստանա, որովհետև դա այն մարդու իրավունքն է իր սեփական գաղտնիքները պահելու, թե չես ստանա, որովհետև այս պահին դու չունես անհրաժեշտ ռեսուրսներ եւ գործիքներ այդ տեղեկատվությունը ստանալու։ Օրինակ բերեմ լրիվ այս ամեն ինչից հեռու ժամանակին, երբ որ այն ոչ բարով խերով Արտուր Սակունցը բաներ երրորդ բանակային կորպուսի վրա տենց բաներ անում, ցեխեր թափում, վարկաբեկում էր բաներ անում, տիպը ինքը զինվորների եւ բանակի պաշտպանը հանդիսանում։ Իրա մի արդեն չեմ շում հարցազրույց էր թե հոդված էր, պամում հարցազրույց էր, ասում է, որ ես որպես հանրային այսպես հսկիչ ուզում եմ իմանամ բանակը ինչքան հաց է առնում, ինչքան ես իմ ինչ է առնում։ Սակունցը իրավունք ունի այդ հարցը տալու։ Բայց նա այդ պատասխանը իրավունք չունի ստանալու։ Քանի որ դա ռազմական գաղտնիք է, որովհետև եթե դու ցույց ես տալիս սպառվող հացի ծավալը, դու արդեն իմանում ես, թե ինչքան շատ պարզ մաթեմատիկական հաշվարկներով թշնամին իմանում է քո բանակում ինչքան մարդ կա։ Ես հասկանում եմ, որ Սակունցը Հիմա դրա համար այս ԱԱԾ-պետը, որ վեր կացավ դա մասին ասես, չնայած դու շատ լավ բացատրեցիր, որ դա ծիծաղելի է այդ ամեն ինչը դրանում մեղադրել, ու այս դեբիլներին էլ բան մոլորեսնել այդ թեմայով, ասես։ Ես ուզում եմ պրոստը իմանամ, ես ինչի հարցրեցի իր տարիքը, որովհետև եթե ինք ասենք 80-ականների ծնունդ է, իրան այդ բախտը չի վիճակվել, ինքը չի ընկել այդ բան մեջ, որտեղ երբ որ սովետը փլուզվեց, նա դեռ դպրոցական էր։ Իսկ մարդիկ ով որ ուսանողներ են եղել այդ ժամանակահատվածում, ինձ շատ լավ կհասկանան ու բան կհաստատեն իմ խոսքը։ Պարտադիր չի ամեն ինչի իսկությունը իմանալու համար այդ հասակակից է։ Հիմա թող ուղեղը կամ մասնագիտությունը ինչի համար է, որ դու տիրապետ ես, այսինքն պետք է պարտադիր դրա միջով անցնի։ Մինչև այդ ես խոսում էի պրոֆեսիոնալիզմի դա ասա։ Ես մինչև այդ խոսում էի կադրային քաղաքականության Քանի որ քո ժամանակը սահմանափակ է, ես էլի հարցեր ունեմ, հա։ Այս նախնական զրույցում խոսեցինք, ասեցի ինքը երբ այդպես չի։ Այսօր սենց անում։ Ինչի անում, ինչա, ասենք, Ինքը այդ ձևի է։ Ինքը այդ ձևի է։ Այդ Փաշինյանը մենակ ուտելուց հա անկեղծ։ Ասենք իրան 50 տարում չեն սովորացել որ ուտելուց գլուխը չեն մցնում սենց ուտում որ կեղտոտ ավտոբուսի մեջ բան չեն դե չգիտեմ հիմա 8 տարում եկա տեսել ես ինքը որ ախորից է դե գնաց գնում է բան ինչ որ մի բան չկա թե դա է պատճառը որ ուղղակի ինքը այդպեսին է այդ մարդը Աբուչայի մեջ չի ինքը նույն սխալը ամեն անգամ կրկնում է ներողություն է խնդրում հետո երկու քայլ հետո նորից կրկնում է մարդը Աբուչայի մեջ դե ուրիշ բան են ասում են նաև այն որ ժողովրդական խոսք է ասում ոսկորները ծակա ինչ որ չի կշտանում դա է թե ուղղակի այդ մարդը տենց անկիրտ ուտելու մանիա ունի այդ ես չեմ կարող ասել եւ ինչ են ասում են ինքը սենց ուզում է ունի ճճվա թափ եկեք անենք դեր ասում եմ ես կողմից էլ ասում եմ ժողովրդին ուզում է ցույց տա ձեր նման եմ իրան տրողներին բայց ես չեմ կարծում իրան տրողները հասկացանք ասենք եթե պատերազմից հետո իրան ընտրողները ինչի ծնունդ են ինչքան պիտի տականք լինեին էլի պատերազմից հետո 21-ից հետո ես չնայած 10-18-ին ընտրողներն էլ չեմ հասկանում 21-ից հետո գնալ ընտրել կամ ընտրությունների չգնալ չմասնակցել ինչքան պիտի տականք լինել հիմա ասում է որտեվ ուզում է ցույց տա ես ձեր նման եմ բայց արդյոք այդպեսին են իրան ընտրողները դա է անում որպես մասնագետ եմ հարցնում Թե ուղղակի սոված է այդ Արմինեն։ Իրան ասել են պետք է ցույց տաս որ դու ժողովրդի ծոցից ես դուս եկե։ Մարդը ոնց կարա տենց է ցույց է տալիս։ Ինչ կա ինքը։ Ինչ կա։ Ինքը այդ ձև իրան թվում է։ Բայց այն Ալենին էլ ասում, Ալենին էլ ասա դու իրար հետ։ Բոլորին ասում, Սասունին են մեկին են։ Ապա ջան, ախր լավ տեսնում եք։
Էլ ինչ ասեմ։ Այսինքն ամեն ինչը չի, ինչին պետք է անուն տաս։ Մեկ պրոստը տեսնելը լրիվ բավական է։ Այս այն պարագանը, երբ որ տեսնելը բացարձակապես բավական է։ Շատ լավ։ Երկրորդ բանը, ուրեմն երեք Արարատ Միրզոյանն ասում է բանը ինչա, սա այո, մենք ընդունում ենք, որ մենք սխալներ ենք թույլ տվել, եթե մենք սենց հասկանայինք, էս անեինք, այն անեինք, Արցախը չէին կորցնի, պիտի չգիտեմ ինչ։ Հիմա նույն տրամաբանությամբ այդ Արցախը, հետո հիմա կարող է նույն տրամաբանությամբ հայտարարել, դե մենք դեբիլ ենք եղել, տհաս ենք եղել, տխմար ենք, ոչ պրոֆեսիոնալ ենք, չհասկացանք, հիմա Սյունիքի բարձունքներն են տվել։ Հետո դեբիլ ենք, տհաս ենք, բանենք, Գեղարքունիքից տվեցին, դեբիլ ենք, տհասենք ջերմուկի բարձունքներն են տվել, դեբիլ ենք տհասենք, այս միջանցքը տվեցին Երջանկացրին, Ադրբեջան, Նախիջևան կապեցին իրար, հիմա ասենք վաղը նույն հաջողությամբ կարող են ասել դեբիլ ենք տհասենք, դե հիմա ինչա, դեբիլ էինք, Հայաստանը տվեցինք։ Հա իրոք դեբիլ են տհասեն, այսինքն դա անհերքելի փաստ է, բայց խնդիրը նրանում է, տղա ջան, որ незнание не освобождает от ответственности, այսինքն դա քեզ թվում է, որ դուք չգիտեիք, անփորձեիք ու վայ սենց ստացվեց, չի անցնի, մեկը դատվելու եք այդ թեմայով։ Բայց դա տալիս են ամեն ինչ գործանում են։ Քանի որ ստեղ իրանք ներքին խնդիր ունեն ու ստեղ կադրային խնդիրը մի հատ ասենք ու փակենք, հա, այսինքն որտեվ սա Փաշինյանի ընտրած բանն է։ Արտաքին գործերի նախարարն է, որը պարզվում է 8 տարի է, 8 տարվա ընթացքում ինքը ոչ փորձաձեռք բերել, ոչ գիտելիք։ Ուրեմն նայեք, Արցախյան պատերազմը սկսել է 2 տարի հետո ձեր իշխանության գալուց։ 2 տարին բավական սրոկ է, вообще համարվում է, որ մարդը մտնի գործի մեջ ու հասկանա մեխանիզմները, հա։ 3 ամիս չի։ 6 ամիսը ամենա բանա, 3 ամսից ինքը մտնում է, կես տարվա ընթացքում յուրացնում այդ գիտելիքները, 9 ամսվա ընթացքում ինքը դառնում է արդեն բան։ Այսինքն ոչ թե պրոֆեսիոնալ, բայց հմուտ մասնագետ։ Այսինքն Արմինե 6 ամսից ինքը 6 ամիս հետո Միրզոյանը կարող էր ասել, մենք դեբիլ ենք։ Մենք փողոցից եկած դեբիլներ ենք, մասնագետ չենք։ 2 տարի կետարկետ քանդում էիք մեր արտաքին քաղաքականությունը, հենց բանակը, երկիրը, դիվանագիտությունը, ռազմականությունը, ռազմական, որ սաղ լավ ասենք դեբիլ էիք 23 թվականին արդեն 5 տարի էիք իշխանության 5 տարի այդ այն սրոկն է որ 18 տարեկան միջնակարգ դպրոց ավարտած դատարկա գլուխ ուսանողից սարքում են մասնագետ, որը մտնում է աշխատանքի ու դրանից կես տարվա ընթացքում, 9 ամսվա ընթացքում դառնում է արդեն պրոֆեսիոնալ։ Ուրեմն, այսինքն, ձեզ 5 տարին հերիք չէր, որ դուք խելք հավաքեք, փորձ հավաքեք, հմտություններ ձեռք բերեք, որ գոնե ոչ թե մեզ խորացնեք են անդունդը, որի մեջ մեզ խրել եք ձեր էշությունների պատճառով, այլ գոնե փորձեք շտկեք են աղետը, որը բերեցիք մեր գլխին։ Բայց դուք շարունակում եք համառորեն կատարել են սխալը, որը ձեր, վերնի ոչ թե ձեր, այլ կոնկրետ Արարատ Միրզոյանի պնդմամբ արվել են անգիտության ներքո։ Սա մեկ, երկրորդը, Նիկոլ Փաշինյանը չի համարում, որ իրանք սխալվել են։ Այդ Արարատն է, ասում է, չէ, Արարատն Արարատ Միրզոյան, քո շեֆը գիտի, որ դու իրա փառահեղ մտքերը եւ գործողությունները համարում ես դեբիլություն։ Նիկոլ Փաշինյան էսով է քո արտաքին գործերի ղեկավարում։ Դու տեսել ես ոնց է ինքը քեզ վարկաբեկում։ Դե կարող ինքը չի կարա, այնտեղ ուրիշ թուղթ ունի Արարատը, այն թուղթը վրա ասում ենք, դե ես չգիտեմ։ Բայց ձեր մեջ всё же պայմանավորվեք, ճիշտ է կարել, լավ է կարել, թե
սխալ է կարել, վատ է կարել, բայց արդեն ուշ է։ Այդ մոմենտը բերեք համաձայնության, որովհետև այդտեղ լուրջ կոնֆլիկտ ունի։ Եվ վերջին հարցը սարսափեցնում են հայ ժողովրդին, որ եթե մենք չլինենք պատերազմա լինելու, նույն բան այսօր կրկնել է Ալենը։ Սուտ են պատերազմ բերող Նիկոլը եւ Սուտ Ալենը։ են խոսում մի քանի ֆրոնտով։ Նախ պատերազմը եթե դուք գիտեք որ լինելու է պատերազմ ինչով եք զբաղված 6 տարի ինչի ես պետք է վախենամ պատերազմից եթե ես ունեմ բանակ եթե ես ունեմ Ալեքսանյանի պնդմամբ առաջատար զենք զինամթերք եւ բունկերներ, որոնք կպաշտպանեն մեզ, ինչի ես պետք է վախենամ պատերազմից։ Ճիշտ է։ Էդ են չէ ասում իրանք։ Ասում են 10 քանի միլիարդ պարտք ենք բերել դրել, բանակը զինել ենք, չգիտեմ, բայց եթե բերել ես։ Ալեքսանյանին որ լսես, Հայաստանը վերածված է Ֆորտ Նոքսի։ Ես ինչի պետք է վախենամ պատերազմից։ Բայց դու ինչի համար ես։ Տատիկյանը խի է քամակը հաստացրել։ Չի մենակ գլուխնելու, եսի միշնել հետը։ Ում հաշվին ինչի համար։ Այսինքն մենք պատրաստ ենք, չէ՞, որ պատերազմ կարող է լինի, եւ մենք այդ պատերազմին ունենք տալու պատասխան։ Թե չէ։ Էլի խափել են մեզ փաստորեն։ Իրեն գիտեն, որ իրանք ավիրել են բանակը։ Բայց ժողովրդին մոլորեցնում են, որ 15 միլիարդ պարտք ենք բերել, որ Աննա բանակը Վարդապետյան։ Խնդրում եմ ստեղ էլ ուշադրություն դարձա, որովհետև ստեղ բռնության սպառնալիքի հոդված կա։ Որ եթե դու ինձ չընտրես, քեզ կսպանեն։ Հա։ Մի հատ խնդրում եմ աղջիկ ջան, ուշադիր շեղի քո պրոֆեսիոնալիզմը ճիշտ ուղղությամբ։ Եվ երրորդը իսկ ով ասեց, որ պատերազմ չի լինելու։ Ընտրվեք դուք, թե չընտրվեք։ Ալիևն ասել է իրենց փոխարեն։ Եվ վերջինը։ Ժորժ ջան, իսկ ավելի լավ չի։ Մենք մտնենք այդ պատերազմ, պատրաստված ու հավատարիմ, պրոֆեսիոնալ պաշտպանության նախարարով, գենշտաբի պետով, վարչապետով, միջազգային հեղինակություն վայելելով, քան սրանց, որոնց համար չկրակել նախաղաղություն, այլ ոչ թե դիմացինից զգուշությունը, որ եթե հանկարծ ես հարցակվեմ, կարողանես թարս չափալախ ստանամ, որ հələ մի 10 տարի էլ ուշքի գամ։ Այն ինչ որ տեղի ունեցավ 2016 թվականին Քարորիայում։ Որի մասնակցության համար Նիկոլը գնաց պատերազմ մայիս ամսին։ Էդ էլ ասեմ իմանա։ Մի հատ էլ բան են տվել։ Ինչ է ստացել Մարիամը։ Դոշին էլ բան է խփել դրանից հետո։ Շնորհակալություն։